Մի քանի օր առաջ զբաղված էինք չերերի ցանցը պատրաստելով։ Ամեն սկսվեց սովորական նորով։ Երբ ձեռքով ես ինչ-որ բան ստեղծում, նույնիսկ ամենապարզ նյութ է, փայտ, ցանց կամ մեղ, սկսում է խոսել։ Մենք երկար մտածել էինք, թե ինչ ձևով է լավ չորացնել մրգերը, որ հեշտ լինի աշխատել։ Հիմնական կառուցվածքը պատրաստելուց հետո սկսեցի ներկել։ Հուզում էի, որ նայելուց ժպիտ առաջացնի։ Ի վերջո ամեն ինչ միայն գործ չէ, այլ նաև գեղեցկություն, հարմարավետություն, հոգատարություն։ Այդ պահին զգացի, թե որքան մեծ սեր կա այս ամենի մեջ։ Ցանցը ավարտելուց հետո ուղիղ գնացի ջերմոց։ Ամեն անգամ, երբ ներս եմ մտնում, մի տեսակ ուրիշ իրականություն է։ Ուտակությունն էլ է ուրիշ, ոչ միայն օդի ջերմաստիճանի, այլ բույսերի շնչառության պատճառով։ Լորիկները օր-օրի բարձրանում են։ Նայելով նրանց մտածում էի, մի քանի օր առաջ դեռ ցածր են, հիմա արդեն գրեթե մի թեթև բարձրացել են։ Բույսերը ամեն օր մի քիչ ավելի մոտ են դառնում իմ երազանքին։ Մտքերով ընկած քայլերս տապտռան դեպի մեղվանոց։ Լուռ կանգնած սկսեցի հետևել նրանց շարժին։ Հայտարարը սովորական էր, բայց այդ սովորականի մեջ կար մի ամբողջ աշխարհ։